Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես Տիկին Ստեփանյան ամփոփվեց վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցը, որն ամփոփվեց եւ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցով եւ նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպումով։ Հատկապես առանձնազրույցի ընթացքում վարչապետը շեշտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, առհասարակ ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում ու նաեւ այս այցը ինչպես է գնահատում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նույն այդ ԱՊՀ գագաթնաժողովին, ինչպես գիտեք, Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել, պատճառաբանությունը աշխատանքային խիտ գրաֆիկներ, իհարկե Կրեմլն էլ մեկնաբանեց, որ այսպես լարվածություն չկա մեծ հաշվով եւ ըմբռնում են այսպես ասած Ալիևի զբաղվածության հանգամանքը, ինչ է կատարվում եւ ինչպես է գնահատում, համեցեք։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Այո, ինչպես դուք նշեցիք, արդեն ավարտվեց ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հանդիպումները, որտեղ նաև նախատեսված էին առանձին երկխոսություն Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև։ Ընդհանուր առմամբ իհարկե մենք գիտենք մամուլի հաղորդագրություններից այն ամենը, ինչ որ պաշտոնական է, ես լրացուցիչ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց վստահաբար կարծում եմ, որ բոլորն էլ ավելի դետալային մակարդակում կցանկանան հասկանալ, թե ընդհանուր առմամբ էլ ինչ կարևոր շեշտադրումներ են ունեցել այս երկու ղեկավարների առանձնազրույցը, կարծում եմ վարչապետը մինչև տարեվերջ հնարավոր է թե ասուլիս ունենա լրագրողների հետ եւ ավելի հանգամանալից սրանց անդրադառնա, ինչ վերաբերում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, կարծում եմ դրանք այն հարաբերություններն են, որոնք մենք չի որ պիտի մեկնաբանենք եւ մենք չի որ պետք է այստեղ ինչ որ խորհրդավորություն տեսնենք կամ հարաբերությունների լարում կամ չլարում տեսնենք, մեզ համար կարևոր է թե մենք ինչ հարաբերություն ենք այս երկու պետությունների հետ եւ մինչ այստեղ որոշ ընդդիմադիր շրջանակներ հայսպես գոռում գոչումով մի քիչ սրտացավոր են, մի քիչ էլ այսպես բարձր դիրքերից խոսում էին, որ դե վարչապետը գնաց Ռուսաստան, հիմա Վլադիմիր Պուտինի անհարմար հարցերին պետք է պատասխանի նաեւ կապված վերջերս հանրային դարձած ինչ փաստաթղթերի հետ, մենք տեսանք, որ առանձնապես ինչ որ այդպես շատ խիստ բացառիկ հարցազրույց տեղի չի ունեցել, ընդհանուր առմամբ խոսել են երկու երկրների միջև արդեն եղած հարաբերությունների մասին եւ խոսել են ըստ երևույթին այն հարաբերությունների մասին, թե ինչպիսի հնարավորություններ կստեղծեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում, այս հարցում շատ բան ըստ երևույթին ես չունեմ ասելու։ Տիկին Ստեփանյան, տեսեք, Օվերչուկը նախորդ շաբաթ Հայաստանում էր, չհանդիպեց վարչապետի հետ։ Դրան նախորդող շաբաթվա ընթացքում հայտարարություններ էր անում Ռուսաստանում, ուրեմն խորը մտահոգություն հայտնելով Հայաստան եւ Ռուսաստան առևտրաշրջանառության շուրջ կես չափով, անկման մասին, նշում, որ Ռուսաստանի գործարարները ռուսաստանցի գործարարները խուսափում են առհասարակ Հայաստանում ներդրումներ անելուց։ Հիմա երեք Պուտինը հենց այդ առանձնազրույցի ընթացքում խոսում էր տնտեսական կապերի մասին եւ նշում էր, որ դրանք կանոնավորվել են 24 թվականին այն գերազանցել է 11 միլիարդը, այս տարվա առաջին ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ, սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ համար տալիս է կարծելու, որ մոտ ապագայում ավելի կավելացնենք, այս թիվը, ասում էր Պուտինը, փաստորեն նույն ուրեմն կետից տարբեր կարծիքներ, ինչ է ստացվում։ Մեկը գուժում է ուրեմն տնտեսական անկման ցուցանիշների մասին, մյուսը կարևորում է եւ առաջիկայում ավելի ընդլայնման հնարավորություն տեսնում։ Ես ինձ դա էի ուզում ասել, որովհետեւ գիտեք ով շուտ արթնանում է, հատկապես նրանք, ովքեր կարևոր պաշտոններ են զբաղեցնում, չպետք է շտապի ինչ որ մի սպეციფიկ միտք հայտնել, առավել եւս, որ այդ մտքերի հետևում միշտ կանգնած են որոշակի թվեր, որոշակի պրոցեսներ եւ որոշակի վիճակագրություն։ Ես ուզում եմ այդ նույն Օվերչուկի մի քանի ամիս առաջ արած եւս մեկ հայտարարության անդրադառնալ, ով նշում էր, որ մենք փայփայում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները, փայփայում ենք Հայաստանի հետ մեր համագործակցությունը։ Իհարկե քաղաքականության մեջ որքանով են կիրառելի, որքանով են օգտագործելի այս տերմինները, դա կարծում եմ Օվերչուկը կարող է մեկնաբանել, բայց ես կարծում եմ, որ քաղաքականությունը նախ եւ առաջ տնտեսություն է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
Իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ մեկ անգամ բազմաթիվ անգամ նշել է, որ իհարկե մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, մասնավորապես տնտեսական համագործակցության շրջանակներում, բայց մենք դա չենք անելու ի հակակշիռ ԵԱՏՄ երկրների մեր հակակշռի, որովհետև այն ինչ մենք կարող ենք առաջարկել ԵՄ-ին եւ այն ինչ ԵՄ-ն մեզանից կցանկանա, միշտ չի որ համընկնում է մեր այն ապրանքներին, ինչ որ մենք արդեն այստեղ ստեղծում ենք եւ առաջարկում ենք ԵԱՏՄ շուկային, իդեպ մենք խոսում ենք տարբեր ռեժիմների մասին, բնականաբար այնինչ ԵԱՏՄ երկրներում կիրառելի եւ ցանկալի է ԵՄ-ում, այդքան էլ ընդունելի չի, որովհետեւ դրանց ստանդարտների հետ կապված, դրանց որակի, դրանց այլ որակական հատկանիշների հետ կապված դեռ բազմաթիվ աշխատանքներ ունենք անելու, իսկ մեծ առումով, ինչպես արդեն նշեցի, քաղաքականությունը նախ եւ առաջ տնտեսություն է եւ երկրորդ աշխարհագրություն է, եւ մենք շարունակելու ենք մեր տնտեսական համագործակցությունը բոլոր բևեռների հետ, որը մեկին մեկ համապատասխանում է մեր կողմից մեր իշխանության կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնական ցուցանիշներից։ Բայց պիտի լինի այդ ընտրությունն այնուամենայնիվ։ Գիտեք, շատ վաղուց են խոսում այս մասին, բայց մենք արդեն 2-3 տարի հրաշալի համագործակցում ենք տարբեր աշխարհակահաղական կենտրոնների հետ եւ դա կարծես թե որևէ մեկին չի անհանգստացնում, գուցե մենակ Օվերչուկին է անհանգստացնում, բայց Օվերչուկը կարծում եմ Ռուսաստանի Դաշնության իշխանական բուրգի ամենաբերևում կանգնած չէ եւ շատ կարեւոր հարցեր ի ցավ Օվերչուկի լուծվում են մի քիչ ավելի վերևի շրջանակներում եւ քանի դեռ մենք ունենք հնարավորություն ԻՇԱ Հայաստանի Հանրապետության եւ ԻՇԱ Հայաստանի տնտեսական ակտիվության համագործակցելու, մենք այս ամենը շարունակելու ենք իրականացնել։ Լավ, Տիկին Ստեփանյան, հետաքրքիր է օրինակ մենք մի կողմից խոսում ենք տնտեսական կապերի խորացման մասին, դիվերսիֆիկացման մասին, մյուս կողմից ամեն օրվա ռեժիմով իշխանությունը տարբեր ներկայացուցիչների կլինի ազգային ժողովի նախագահ, վարչապետ եւ այլն խոսում է հիբրիդային գրոհների մասին եւ խոսում է ոչ թե օդում, այլ մենք ամեն օր ենք բախվում այդ հիբրիդային գրոհներին, տելեգրամյան, գիտեք 26 թվականի ընտրություններից առաջ հազարավոր տելեգրամյան ալիքներ են բացվում, որոնք հենց աշխատում են իշխանության դեմ, հենց վարչապետի դեմ, կեղծ տեղեկատվությունով, որը շատ արագ տարածվում է լրատվամիջոցներով եւ դառնում, այսպես ասած, ճակերտավոր իրականություն, ինչեւ հերկվում է եւ այլն, հետո հետաքննություն է իրականացվում։ Մի կողմից մենք խոսում ենք այս կապերի ամրապնման մասին, մյուս կողմից ունենք լրջագույն դժգոհություն, հա։ Զախարովան էլ է անդրադարձել թեմային, ասում է եկեք մեկ սեղանի շուրջ նստենք, տեսնենք ինչ է, մենք հավաքական արևմուտքին այդ հիբրիդային գրոհների հետ ուրեմն եւ այլն, հա, եւ գիտեք Հայաստանն էլ դիմել է այս ընտրություններից առաջ այդ հիբրիդային գրոհները կանխելու, ուրեմն Եվրոպայի աջակցությանն է դիմել, հա։ Ընդհանուր առմամբ այս իրավիճակը ինչպես եք գնահատում։ Հիմա Ռուսաստանը մեզ համար ինչպիսի երկիր է ի վերջո, դաշնակից, թղթով գործընկեր, ով է նա մեզ համար, Հայաստանի իշխանությունների համար, որը ըստ էության մի կողմից դուք այն նշում եք կամ հենց Պուտինն էլ նշում է այդ տնտեսական համագործակցության կարևորությունը ու դրա ընդլայնման հնարավորությունը, բայց մյուս կողմից փորձում է ամեն ինչ անել, որ այստեղ իշխանությունը օրինակ 26 թվականին չվերընտրվի ու գիտենք թե ինչպիսի գործիքներով է դա այստեղ իրականացնում ու իրականացնելու։ Շատ շնորհակալ եմ հարցերի համար, ինչպիսի քաղաքականություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ, սրան եւս մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք եւ նաեւ բազմիցս խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ մենք նոր որակական համատեքստ ենք դնում Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցության մեջ, այսինքն Եթե նախկինում նախորդ 30 չասեմ, բայց 20-25 տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունեցել ենք վասալային քաղաքականություն, որը բնականաբար շատ ձեռք է տվել այդ ժամանակվա իշխանություններին, քանի որ նրանք լեգիտիմ չէին եւ բնականաբար իրենց իշխանությունը պահելու համար նրանց համար շատ կարեւոր էր արտաքին դերակատարությունը, արտաքին միջամտությունը, որովհետեւ կարողանային այստեղ քաղաքականություն իրենց իշխանությունը պահել։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք կարծում ենք, որ մեզ ժողովուրդը տվել է որոշակի վստահություն քվե, մենք լեգիտիմ իշխանություններ ենք եւ սա մեզ հնարավորություն է տալիս, որ մենք բովանդակային եւ որակական նոր ելման կետից մեր քաղաքականությունը իրականացնենք տարբեր պետությունների, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ։ Առողջություն, սա եւս մեկ անգամ փաստում է, որ ես այն ինչ ասում եմ ճիշտ եմ ասում։
Բնականաբար մենք ցանկանում ենք Ռուսաստանի Դաշնության եւ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության հետ ստեղծել այնպիսի քաղաքականություն, որը տարածքային առումով չասեմ, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից մենք ամեն մեկս մի անկախ պետություն ենք եւ ունենք շատ կարեւոր միջազգային հարթակներում մեկ ձայն։ Մենք ուզում ենք հորիզոնական քաղաքականություն իրականացնենք, ավելի այսպես ուղղաձիգը հնարավորինս դարձնենք հորիզոնական։ Երկրորդ տարբեր քաղաքական գործիչներ Ռուսաստանի Դաշնությունում, որոնք վստահաբար երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ են, բնականաբար գուցե առանձին դեր են ստանձնել այս հարցում կամ գուցե այնպիսի մեկնաբանություններ են անում, որպեսզի այստեղից անպայման արձագանք հնչի, բայց ես ցանկանամ նաև նշել, որ Օվերչուկը պնդում է, թե Ռուսաստանի օլիգարխները կամ Ռուսաստանի գործարարները չեն ցանկանում Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնել, նախ ես կշտապեմ ասել, որ դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետև մենք բազմաթիվ օրինակներ ունենք եւ մենք անգամ հարկային եւ այլ համակարգող օրենսդրական փաթեթների շրջանակներում ենք որոշակի դյուրինություն մտցնում, որովհետև տարբեր երկրներից այստեղ ունենք ներդրողներ եւ բնականաբար իրենց համար կարեւոր եւ գրավիչ հարկային քաղաքականություն նաեւ պետք է իրականացնել, չեմ խոսում տուրիստների մասին։ Ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը արդեն Երևանի փողոցներում տևական ժամանակ կարող է տեսնել, թե Ռուսաստանի Դաշնությունից ինչ հսկայական մեծ թվով տուրիստներ են գալի։ Այսինքն սա եւս մեկ անգամ փաստում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը գրավիչ չլինի Ռուսաստանի համար կամ Ռուսաստանը պաշտոնական Կրեմլը կամ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդը Հայաստանին ոչ բարեկամ երկրներից հանգում է դիտարկում, ապա ըստ երևույթին մենք այստեղ այսքան մեծ թվով ռուս տուրիստներ կամ արդեն Հայաստանի Հանրապետությունը իրենց մշտական բնակության վայր ընտրած Ռուսաստանի գրավիչ է, Հայաստանի իշխանությունները ոչ։ Այդպես է ստացվում։ Գիտեք, Հայաստանը գրավիչ են դարձնում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք բոլոր ոլորտներում շատ կարևոր դերակատարություն ունեն, հա, սկսած զբոսաշրջությունից, սկսած հարկայինից, սկսած կրթական արտոնություններից, սկսած առողջական արտոնություններից, որոնք այսպես ասած ընդհանուր փաթեթային տեսքով գրավիչ են դարձնում ոչ միայն Ռուսաստանի Դաշնության տուրիստների համար, այլ նաև առհասարակ աշխարհի բոլոր երկրներից եկող եւ մի հետաքրքիր փաստ ասեմ, ես բազմիցս եթերում նաև նշել եմ, որ ես ծննդով Հրազդան քաղաքից եմ եւ ես Զախարովային կամ Օվերչուկին մեծ սիրով հրավիրում եմ նաև Հայաստանի Հանրապետության մեծությամբ 4-րդ քաղաք եւ տեսնեք թե Հրազդանում ինչ մեծ թվով ազգությամբ ռուսներ են եկել եւ ընտրել են Հրազդանը որպես իրենց համար մշտական բնակության քաղաք եւ դրանով պայմանավորված մենք անգամ Հրազդանի դպրոցներում ռուսական սեկտորներ ենք բացել, թիվ ենք ավելացրել, որպեսզի կարողանան երեխաները նաև հանրակրթության մեջ ներգրավել։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ են եկել, նրանք ովքեր ապրում են հիմա, երկարաժամկետ կտրվածքով են այստեղ։ Իհարկե ես չեմ կարող բոլորի անունից ասել, բայց հաշվի առնելով թե նրանք քանի տարի արդեն ապրում են Երևանում եւ Հրազդանում, հաշվի առնելով թե նրանց երեխաները ինչ թվով են ներգրաված հանրակրթության մեջ, սա մեզ որոշակի հնարավորություն է տալիս վիճակագրություն հանել կամ առնվազն միտումները հասկանալ, հա, նրանց եւ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմի, ապա եթե 1 տարի առաջ կամ մի քանի ամիս առաջ մենք այսպես կասկածանքով ենք վերաբերում այս կամ այն նյութին, որ արդյոք սա հիբրիդային պատերազմ է թե ոչ, հիմա արդեն միանշանակ թե մենք եւ թե ընդդիմությունը ասում է, որ իսկապես կա Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ եւ այնպիսի նյութեր եւ այնպիսի ինֆորմացիաներ են շատ հաճախ շրջանառվում, որոնք ես չեմ խորշի այս բառը ասելուց, գուցե ազգային անվտանգության խնդիր են առաջացնում արդեն, դրա եթե հիշում եք, օրինակ մի քանի ամիս առաջ այս մզկիթների թեման օրինակ հիշում եք վերջին նախորդ ամիս օրինակ որ Էրդողանի ուրեմն պահանջով այո Հայաստանի Հանրապետությունում 10 մզկիթ կառուցվելու եւ այլն ու շատ արագ այդ ինֆորմացիան տարածվեց կամ օրինակ ամենաթարմ ուրեմն տեղեկատվությունը որ օրինակ ուրեմն Թուրքիայի միջոցով կաթողիկոսին այստեղ փոխելու գործընթաց է տեղի ունենում արդեն կան տեխնացուները ինչպես է Փաշինյանը կատարում Էրդողանի հիբրիդային պատերազմի հիմնական գործող անձինք թուրքերն են եւ ադրբեջանցիներն են, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ փորձում են խաղալ հայ հասարակության հիմնական վախերի վրա, հա, կապված օրինակ, չգիտեմ, 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ, որի համատեքստում դիտարկում է այդ 10 իբր այդ 10 մզկիթների կառուցումը, որոնք բնականաբար իրականությանը չեն համապատասխանում եւ վերջերս մենք արդեն սկսել ենք դիտարկել Հայաստանի Հանրապետության իշխանության շատ կարեւոր հանրության կողմից ընդունելի, ընկալելի հարգված պաշտոնյաների
վերաբերյալ ավելորդ տեղեկատվությունների տարածումը, օրինակ ես կարդացի, բնականաբար չեմ հնչեցնի հիմա այստեղ այդ ԶԼՄ-ի անունը, թե իբր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են եկել Հայաստան եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նրանց տարել է սաունա եւ ինչ որ կանանց է նրանց մատակարարել։ Այն որ եկել էին բարձրաստիճան պաշտոնյաները, դա փաստ էր եւ գիտենք հաղորդագրությունից թե ինչպիսի պայմանավորվածություններ այո ձեռք բերվեցին։ Դրան զուգահեռ եթե հիշում եք, երբ որ մենք սկսեցինք զենքի գնումը տարբեր երկրներից եւ դիվերսիֆիկացրեցինք այս խնդիրը նաեւ այլ երկրներից զենքի գնման գործընթացում, հիշում եք, որ նորից տելեգրամյան ալիքներով գրում էին, որ այն զենքերը եւ այն զինատեսակները, որ մենք ձեռք ենք բերել մասնավորապես Ֆրանսիայից, դա հավասար է, որ ապակեպատ տանկերով մենք մտնենք մարտի, որը այսպես զրո էր դարձնում, Հայաստանի կառավարության ջանքերը տարբեր երկրներից հայկական զինված ուժերը համալրելու ժամանակակից զենքի էլ չեմ խոսում վարչապետի ընտանիքի, Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մի փոքրիկ կրպակ է բացվում, որտեղ մի գեղեցկության սրահ է բացվում, որտեղ մի փոքրի շատ է այսպես շահառուների առումով ինչ որ բան է բացվում, անպայման դա կապում են վարչապետի հետ, վարչապետի ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ։ Այդ վտանգները կչեզոքացվեն, օրինակ նույն Մոլդովայի օրինակով։ Տիկին Ստեփանյան, քաղաքական ուժեր կան մասնակցող, մենք գիտենք օրինակ Մոլդովայի օրինակով, թե ինչպիսի փաստերի հիման վրա մի քանի կուսակցություն ուղղակի հնարավորություն չունեցավ մասնակցել ընտրություններին։ Ինչ է արել իշխանությունը այս ուղղությամբ, որ կարողանա ասեմ ինչ արել, առանց բնականաբար մենք 2019 եւ 20 թվականներին բավականին մեծ թվով փոփոխություններ են իրականացրել կուսակցությունների մասին օրենքում, նրանց գործունեությունը դարձնելով ավելի թափանցիկ, մասնավորապես նրանց ֆինանսական միտումները, ֆինանսական հոսքերը, որ ավելի հանրային դառնան, որոշակի կարգավորումներ ենք մտցրել, մենք ընտրական օրենսգրքում ենք որոշակի փոփոխություններ իրականացնել եւ առհասարակես գործընթացը համակարգող օրենսդրական փաթեթներում մեծ թվով աշխատանքներ ենք իրականացրել եւ 26 թվականին այստեղ ոչ վախեցնելու բան կա, ոչ կաշկանդվելու բան կա եւ ոչ էլ այսպես թաքցնելու բան կա մեր հանրությունից, գիտեք, ընդդիմադիր շատ շրջանակներով, որոնք իրականում համալրում են արտախորհրդարանական ուժերը եւ որոնք ավելի կառուցողական են եւ առողջ, բայց նույնպես դիրքավորված են որպես ընդդիմություն, օրինակ իշխանություններից պահանջում են որոշ կուսակցությունների արգելել, որպեսզի նրանք 26 թվականին մասնակցեն համապետական ընտրություններին, բայց գիտեք, այստեղ իշխանությունների կամքը չի, Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ այստեղ գործում են սահմանադրությունը եւ համապատասխան իրավական փաթեթները, ուղղակի մենք մի բան պետք է իմանանք, բոլոր այն քաղաքական ուժերը կամ դաշինքները, որոնք կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների մասին, ընտրական օրենսգրքում կարգավորումների մասին, Հայաստանի Հանրապետության սահմանադրության շրջանակներում կարգավորումների վերաբերյալ իրենց գործունեությունը կծավալեն, ապա նրանք կարող են բնականաբար հավաքագրել Հայաստանի Հանրապետության հետաքրքրությունները, քաղաքական շահերը եւ մասնակցել։ Բոլոր նրանք, ովքեր միայն անունով են կուսակցություն եւ միայն ռեեստրում գրանցված են որպես կուսակցություն, բայց նրանց գործունեությունը բացառապես բխում է միայն իրենց հատվածական նեղ կուսակցական, երբեմն նաեւ այլ օտարերկրաշրջանակներից տարածվող մեսիջներով կամ իրականացվող գործելավոճով, բնականաբար մենք այստեղ դիմելու ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Հաջորդ խորհրդարանը այլ որակի կլինի, թե այնուամենայնիվ այդ օրինակ աջակցությունը տարբեր երկրների այս հիբրիդային գրոհները այլ որակի խորհրդարան ունենալու հնարավորություն չեն ստեղծի։ Ձեր գնահատմամբ, օրինակ, որքանով հնարավոր կլինի նույն Եվրամիության աջակցությամբ, իդեպ այդ աջակցության մասին տեղեկատ Կալասի այդ հայտարարությունից հետո տեսակ ինչպիսի մեծ աղմուկ բարձրացավ, ընդհուպ մինչև օրինակ Լավրովը դրան անդրադարձավ, Կրեմլը դարձյալ անհանգիստ ու ջղաձիգ էր այս հայտարարությունների հետ կապված։ Եվրամիությունը նորից նշում էին, որ փորձում է Հայաստանի ուրեմն ներքաղաքական կյանքում փաստորեն ուրեմն միջամտություն ունենալ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչ այս օրեր Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ խնդիրների է առերեսվել, Հայաստանի Հանրապետության արչև բազմաթիվ մարտահրավերներ են եղել ծառացած, որտեղ մենք իսկապես սպասել ենք Ռուսաստանի Դաշնությունից որպես մեր հիմնական դաշնակից այսպիսի արձագանքների ցավոք չենք լսել, իսկ այն արձագանքները, որոնք լսել ենք, մեղմ ասած այնքան էլ գոհացուցիչ չեն եղել, հետեւաբար ցանկալի կլինի, որ Ռուսաստանի Դաշնության ձեր կողմից նշված պաշտոնյան
Ստեփանյանները հետևեն իրենց երկրի ներքին քաղաքականությանը եւ հնարավորինս քիչ մեկնաբանեն կամ գնահատական տան այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե չէ նրանք իրենց վարքագծով իսկապես կասկածից վեր են համարում այն ամենը, ինչ այսօրվա որոշ քաղաքական շրջանակներում խոսում են, որ միգուցե հիբրիդային պատերազմի հետևում ինչ որ կոնկրետ մարդիկ են կանգնած։ Ես կցանկանամ այստեղ նշել նաև, որ կոնկրետ մարդիկ չեն կանգնած։ Դե հենց դա է, հենց դա եմ ուզում ասել, որ հատկապես Կայա Կալասի հայտարարությունից հետո, հատկապես այն մասին, որ այո, Եվրամիությունը պատրաստում է 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ որոշակի օժանդակություն տրամադրել հայ իշխանություններին, որ կարողանանք այս հիբրիդային պատերազմի դիմացն առնել, որտեղ այնքան մեծ ծավալով եւ այնքան մեծ թվով ապա տեղեկատվություն է տարածվում Հայաստանի Հանրապետությունում, գիտեք, հնարավոր չէ ուղղակի այսպես բռնել եւ փակել ինտերնետը կամ որոշակի հարթակներ, սա արդեն միջազգային կառույցները այլ ցուցանիշ կհամարեն եւ հետընթաց կհամարեն գուցե ժողովրդավարությունից, բայց մյուս կողմից եթե օրինակ Հայաստանի պետական մարմինները առավոտից երեկո զբաղված լինեն միայն այդ ապատեղեկատվությունը հերքելով, ընդ որում ոչ միայն առանձին անհատների մակարդակում, այլ նաև պետական կառույցների մակարդակում, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այսօրվա պետական համակարգում ինչքան որ աշխատող ունենք, պետք է եռապատվենք, որպեսզի կարողանանք այս ապատեղեկատվության դիմացն առնել, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Եվրոպայից հնարավոր եկող այս գումարների մասին, ապա ես իսկապես չեմ կարողանում հասկանալ մեր քաղաքական ուժերի կամ որոշ քաղաքական շրջանակների այս վրթովմունքը կամ նեղվածությունը, ինչի մասին է խոսքը, եթե նրանք մտածում են, որ իրենց գործունեության վրա է սա տարածվելու, սա իհարկե ուրիշ խնդիր, բայց մեծ առումով մենք չենք ասում, որ այս գումարը գալու է, որ մենք օրինակ այս կամ այն քաղաքական ուժի, չգիտեմ, լրահոսը փակենք կամ նրանց հարթակները փակենք, մենք ասում ենք, մենք ուժեղացնում ենք պետական համակարգի այն կառույցներին, ովքեր պարտավոր են եւ անհրաժեշտություն կա ավելի մեծ ծավալներով պայքարել հիբրիդային պատերազմների դեմ, այո, որ չգրեն ազգային ժողովի պատգամավոր Ստեփանյան Լիլիթը, չգիտեմ, բյուջեն ուտում է եւ օրինակ, չգիտեմ, Իսպանիայում վիլա է առել, կամ ինչպես երեք էին գրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսպես ինչ որ գումարներ է բաժանում բոլոր նրանց, ովքեր կհասցնեն մինչև դեկտեմբերի, այսինչը հասկանում եք, մինչև հերքվում է արդեն տեղեկատվություն սա ալիքներ է առաջացնում հանրության շրջանակներում, որը մեծ առումով կարող է անվստահություն առաջացնել իշխանությունների նկատմամբ, այսինքն մարդը մտածում է, որ եթե թերթերում ինչ որ սուտ բաներ են գրում կամ համացանցում սուտ տեղեկություն է պատտվում եւ իշխանությունը չի կարողանում համարժեք պահին դրան պատասխանել, ուրեմն իշխանությունը թույլ է կամ չի կարողանում որոշում ընդունել կամ գուցե ընդդիմությունը այս պահին շատ ավելի լավն է կամ մեծող է, քան օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այդ գումարները սրան են ուղղված լինելու, իսկ թե այդ վրթովմունքը, այդ նեղվածությունը, այդ վայ-վույը ինչու է այսպես եկել եւ տեղավորվել մեր որոշակի ընդդիմադիրների շրջանակներում, կարծում եմ ամեն ինչ չափից ավելի ակնհայտ է։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։